Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ հարցնացրել ենք հետևյալ լուրերը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ Հուշավենսի հետ ժամանել է Հայաստան, նրա օդանավն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Երևան ժամանելուց անմիջապես հետո ԱՄՆ փոխնախագահը ուղևորվեց Բաղրամյան 26, որտեղ նա այս պահին հանդիպում է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ։ Վենսի այցը տեղի է ունենում օգոստոսին Սպիտակ տանը ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից 6 ամիս անց։ Միևնույն ժամանակ սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան եւ առաջինը, ով կայցելի Ադրբեջան 2008 թվականին նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիից հետո։ Բաղրամյան 26 տանող ճանապարհը երկու կողմից փակ է, ոստիկանները շղթա են կազմել նաև մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի դիմաց, որտեղ գնացքները եւս ժամանակավորապես կանգ չեն առնում։ Ժամը 17:00-ից 21:00 սահմանափակվել է երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, Բաղրամյան պողոտա, Պրոշյան փողոց Խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա, Մոսկովյան փողոց Խաչմերուկ հատվածներում։ Վենսի այցին ընդառաջ Բաղրամյան պողոտայում ակցիա են իրականացնում արցախցիները հաջակցություն Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող պատանների։ Արցախի նախկին օմբուդսմեն ու պետնախարար Արտակ Բեկլարյանը հավաքից առաջ գրել է. ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման եւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա։ ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ։ ԱՄՆ փոխնախագահին նման կոչեր են հղել Հայաստանի եւ Արցախի այլ կազմակերպություններ եւ գործիչներ եւս։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի աշխատակազմը ստացել է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի նամակը եւ հայտնել իր շնորհակալությունը։ Տեղեկությունը հայտնում է Սրբազան պայքար Facebook-յան էջը հղումանելով քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությանը։ Անցյալ շաբաթ քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությանը հաջողվել է բանտում այցելել Բագրատ arczepiskopos Գալստանյանին եւ ստացել ենք նրա ստորագրած նամակը փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը եւ աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։ Վստահ ենք, որ ԱՄՆ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը եւ կապահովի Ադրբեջանում եւ Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ասված է հաղորդագրությունում։ Կազմակերպությունում վստահ են, որ նամակում գրված մյուս փաստերն էլ ուշադրության կարժանանան, ապահովելով Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձն իրենց հնագույն հայրենիք, նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։ Հիշեցնենք, Սրբազան օրեր առաջ կալանավայրից դիմել էր Վենսին խնդրելով, որ 3 բան փոխանցի Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին։ Բագրատ Սրբազանը խնդրել էր հստակ փոխանցել Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները, կոչ անել երկու առաջնորդներին ազատ արձակել իրենց քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում որպես պատանդ պահվող 20 հայերին եւ Հայաստանում ազատազրկված 4 հոգեվորականներին ու եկեղեցու աջակիցներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես երկխոսության կողմ ներառել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Բագրատ Սրբազանը նշել է, որ քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև։ Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է Արևմտյան Ադրբեջան, ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության։ Հիշեցրել ադրբեջանական խոսույթը, թե հայ առաքելական եկեղեցին խաղաղության խոչընդոտ է։ Բագրատ Սրբազանի կարծիքով Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության պայման պահանջում է, որ հայկական պետությունը զրկի եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից։ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը Վենսի տարածաշրջանային այցից հետո կմեկնեն ԱՄՆ մասնակցելու Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Վաշինգտոնում Ազատության թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ այդ տեղեկությունների Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու։ Ավելի վաղ Axios պարբերականը հղում անելով ամերիկացի դիվանագետներին հաղորդել էր, թե այս գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տունը մտադիր է քննարկել ու միջոցներ ներգրավել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու եւ տարածաշրջանի վերականգնման համար։ Այսօր երեկոյան Փաշինյանը եւ Վենսը համատեղ մամուլի ասուլիսով եւ հայտարարություններով հանդես կգան, որը սակայն ոչ բոլոր լրատվամիջոցների համար է հասանելի։ Օրագիր Նյուզը որպես կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոց ցանկացավ ներկա գտնվել ասուլիսին, սակայն մեզ նման հնարավորություն չընձեռնվեց։ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատյանը մեծ զրույցում տեղեկացրեց, որ
տեղերը խիստ սահմանափակ են, հետևաբար մեր լրագրողը չի կարող մասնակցել։ Ուղիղ եթեր ենք ապահովելու, կարող եք այդտեղից վերցնել, ասաց նա։ Դիտարկմանը, որ Օրագիր Նյուզը կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոց է եւ ցանկանում է անպայման ներկա գտնվել այդ ասուլիսին, Արմեն Խաչատրյանը նշեց, որ գործադիրում հավատարմագրված ավելի քան 50 լրատվամիջոց կա, սակայն տեղերը սահմանափակ են եւ բոլոր լրատվամիջոցները չեն կարող ներկա գտնվել։ Ճշտող հարցին ինչ սկզբունքով են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնց թույլատրվել է մասնակցել, Պաշտոնյան արձագանքեց, որ սկզբունքով որ ընտրվել են։ Փաստացի սա Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական խայտառակ որոշումն է, որը կայացվել է անհարմար հարցերից խուսափելու համար, որոնք գուցե որոշակի ազդեցություն ունենային Հայաստանում ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահի ունեցած պատկերացումների վրա։ Հակառակ դեպքում կառավարության շենքում հնարավոր կլիներ գտնել մի դահլիճ, որտեղ գործադիրում հավատարմագրված 5 տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչները կտեղավորվեին ու Նիկոլ Փաշինյանին ու Ջեյ Դի Վենսին հարցեր ուղղելու հնարավորություններ կունենային։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այս պահին 279 հաստատված падգամավորի թեկնածու ունի։ Փետրվարի 13-ից 15-ը ԿՊ շուրջ 1000 պատվիրակներ փակ գաղտնի քվեարկությամբ այդ 279 թեկնածուներին կռեյտինգավորեն, ինչից հետո էլ պարզ կլինի, թե ովքեր են առաջնային շարքերում։ Ընդ որում պատվիրակները միաժամանակ կարող են լինել падգամավորի թեկնածուներ։ Գործընթացը սակայն այսքանով չի ավարտվի։ Իշխանական падգամավոր ԿՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը հայտնել է, որ առաջին փուլից հետո մոտ 1 ամիս անց ամենաշատ ձայները հավաքած առաջին 50 թեկնածուները եւս մեկ անգամ կռեյտինգավորվեն եւ այդ ժամանակ կորոշվի նաև վարչապետի թեկնածուն։ Դիտարկմանը, որ անկախ ներկուսակցական փակ գաղտնի քվեարկություններից բոլորին էլ պարզ է, որ ԿՊ նախընտրական ցուցակը գլխավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամն արձագանքեց, թե Փաշինյանն իրենց կուսակցական լիդերն է եւ ինքը վստահ է, որ այն բարձր վստահությունը, որ Փաշինյանն ունի կուսակցականների շրջանում, արտացոլվելու է նաև նախընտրական ցուցակի քվեարկության ընթացքում։ Տրամաբանական չեմ համարում որևէ շեղում։ Վստահ եմ, որ ռեյտինգավորման արդյունքում ամենաբարձր ձայնը ելի հավաքելու է վարչապետը։ Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջանի սահմանային անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են, այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Իգդիրի նահանգապետը ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման եւ արդիականացման աշխատանքները։ Նախապատրաստական աշխատանքները ըստ հաղորդումների մոտենում են ավարտին։ Նախորդ ամիս էլ հաղորդվել էր, որ Ալիջան անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են։ Կառուցվել են սահմանապահ եւ մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր եւ հարակից շրջաններ։ 2026 թվականի հունվարի 1-ից 2 երկրների դիվանագիտական ծառայողական եւ հատուկ անձնագիր կրող անձին կարող են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ 2026 թվականի սկզբին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլեր կանի։ Փորձագետների համոզմամբ սա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար բացելու որոշման իրագործումը կլինի, որի պայմանավորվածությունը կողմերը ձեռք էին բերել դեռ 2022-ի հուլիսի 1-ին։ Այսօր փետրվարի 9-ին ավտովթար վրա երթը տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 11:55-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին Արտաշատ քաղաքի մուտքի մոտ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թնիր վարած Hyundai Ioniq մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Բ-ի վարած Opel մակնիշի, 41-ամյա Գարիկ Դ-ի վարած Ford մակնիշի եւ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինի վարորդը վրայի ենթարկվել, իսկ օպելներից մեկը կիսակողաշրջված հայտնվել է ծորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրայերթի ենթարկված վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել օպելի գազաբալոնի փականը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։